Հուսով եմ ամեն ինչ հասկանալի էր։ Իդեպ նկատի ունեցեք, որ այս տարի ծրագիրը բավականին հագեցած է։ Նյութերը շատ են, իսկ դասաժամերը քիչ, ու մենք չենք կարող մի թեմայի վրա երկար կանգնել։ Լևոն, ուր է ուշադրությունդ։ Ես ասեմ, դավո դու ձենդ։ Դուք մյուս անգամ իրար մոտ չնստեք։ Մի նայի տենց երկար։ Լևոն է, շատ ուշադիր ես նայում։ Ես դասն եմ լսում։ Վիկա ջան, թեստերը բաժան։ Այսքան հեշտ, ինտրիգ չկա է։ Թեստերը լրացրած կգաք, ու ինքնուրույն լրացրած։ Ես իհարկե հասկանում եմ, որ արհեստական բանականությունը կարող է ձեր փոխարեն թեստեր լրացնել, բայց ձեր փոխարեն քննություն չի հանձնել։ Ու առհասարակ ձեր փոխարեն չի ապրել։ Առայժմ Կներես, եթե թույլ կտաս անցնեմ, Թույլ չեմ տալիս։ բայց ես պետքա դուրս գամ։ Սևակն եկավ Ժասմինին կորցրեցինք, հա? Մելս կգաս խոսենք շատ կարևոր բան ունեմ ասել։ Աննա ջան, խնդրում եմ մի հատ ճշտի ինձ տեղեկացրու, լավ։ Հա, սպասում եմ քեզ։ Ընկեր Տանոյան, նոր ուսուցչուհին սպասում է։ Ինքը նոր ուսուցչուհի չի էստեղ, ես իրեն չեմ ընդունելու։ Իսկ նախարարության ուղեգիրը։ Իմ դպրոցում ասա, ես եմ որոշում։ Կներեք, որ ձեզ սպասեցրի։ Քանի դասաժամ չունեմ, կարող եմ ես սպասել։ Ես ցավում եմ, բայց դուք չեք կարող դասաժամ ունենալ։ Ես էլ եմ ցավում, բայց դուք սխալվում եք։ Չէ, մենք կարծեմ ծանոթացանք, ես ներկայացա։ Ես այս դպրոցի տնօրենն եմ եւ ես չեմ կարող սխալվել։ Տեսեք, ոչ մի պաշտոն, դիրք, կարգավիճակ չի կարող ապահովագրել մարդուն սխալվելուց։ Տեսեք, սխալմունք է տեղի ունեցել։ Մեր ներկայիս մանկավարժը ամեն ինչ հասցնում է եւ ես պարզապես նպատակահարմար չեմ գտնում նոր մանկավարժ ընդունել։ Իսկ եթե ես ասենք թե մոտավորապես մի 20 տարով ավելի երիտասարդ լինեի։ Տարիքը կապ չունի։ Եվ հետո դուք հրաշալի տեսք ունեք։ Ես տարիքի հետ խնդիր չունեմ։ Ես իհարկե հասկանում եմ, որ դուք երիտասարդացնում եք դպրոցը, այո։ Ձեզ մոտ աշխատում են բազմաթիվ երիտասարդ ուսուցիչներ, սակայն ասեմ ձեզ, որ իրենք արտաքինով բոլորովին չեն տարբերվում ավարտական դասարանի ձեր աշակերտներից։ Արտաքինը կարևոր չէ։ Իհարկե կարևոր չէ։ Դուք ճիշտ եք։ Փորձը եւ աշխատունակությունը, համեցեք։ Համեցեք, այստեղ կարող եք ծանոթանալ բոլորին բնութագրերին, որոնք ես վերցրել եմ իմ նախորդ աշխատած դպրոցներից։
Տեսեք, ես չեմ կասկածում, որ դուք հրաշալի մանկավարժ եք, բայց ձեզ մեր կոլեկտիվ մի քիչ բարդ կլինի ինտեգրվելը, հասկանում եք։ Իրականում ես հենց ձեզ համար եմ դա ասում։ Շատ հոգատար եք։ Ես էլ փորձեմ իմ հոգատարությունը ցուցաբերել ձեր հանդեպ։ Դուք իմ աշխատասենյակից դուրս եկաք եւ զանգահարեցիք նախարարությունում աշխատող ձեր ընկերուհուն Աննային, ինֆորմացիա ստանալու համար։ Ձեր ընկերուհին ասաց հավանաբար ձեզ, որ ինքը որևէ բան չգիտի, որովհետեւ արձակուրդում է, եւ խոստացավ ճշտել եւ զանգահարել ձեզ։ Հիմա դուք ուղղակի այստեղ ժամանակ եք ձգում եւ սպասում եք ձեր ընկերուհու զանգին։ Ես ուղղակի խնայելով իմ եւ ձեր ժամանակը ասեմ, որ դա կարող եք բացել եւ ծանոթանալ։ Այդտեղ նախարարությունից տրված հրամանն է, որտեղ գրված է, որ ես այս դպրոցում կարող եմ աշխատել որպես պատմության ուսուցչուհի։ Չէ, հիմա կարող եք իհարկե կրկին սպասել ձեր ընկերուհու զանգին։ Ալո։ Այո։ Լավ։ Շնորհակալ եմ շատ։ Բարի գալուստ, մեր համերաշխ և շատ պրոֆեսիոնալ կոլեկտիվ։ Դա իհարկե ժամանակի ընթացքում կպարզվի, թե որքան եք պրոֆեսիոնալ, եթե կարելի է։ Մինչ վաղը։ Ինչ ա եղել։ Ոչ մի բան դու ես կանչել։ Տոնոյան էլի տատիկի տա զանգել։ Ինչպես միշտ։ Մերս լուրջ եմ ասում, ամեն ինչում դավոն ա մեղավոր։ Ինքն է ամեն անգամ նենց բաներ անում, որ դու վերջում տուժես։ Էս է ինք խոսելու։ Չես զգացել, որ այս վերջերս համարյա չենք շփվում իրար հետ։ Ամբողջ ամառվա ընթացքում ընդամենը 4 անգամ ենք հանդիպել։ Հիմա էլ դպրոցում խուսափում ես ինձնից։ Շաքե, այս բային հեչ սենց թեմաների ժամանակը չի։ Բա երբ է ժամանակը։ Երբ ենք մենք վերջապես հասկանալու ով ենք իրար համար։ Այսքանի մեջից գնացիր ու Բելայի կողքին նստեցիր։ Անունն էլ ես հիշում։ Ես էլ մտածում էի ոչ մեկը չեք նկատում այդ աղջկան։ Բայց դու նկատում ես։ Մարդ է սովորական, Շաքե։ Շատ հետաքրքիր է, գիտես։ Անցած տարի ամբողջ ընթացքում ասացիր, որ ես քո կողքին չնստեմ, որովհետև պետք չի, որ դպրոցում իմանան, որ մենք միասին ենք։ Հիմա ինքնական գնում ես ու Բելայի կողքին ես նստում։ Որովհետև ոչ մեկ չի մտածի, որ իմ ու այդ աղջկա մեջ ինչ-որ բան կա։ Ում մտքով կար անցնի, որ ես կարամ հավանեմ այդ աղջկան։ Ուղղակի զարմացա Մելս։ Բելա, դե լավ մի բարդացրու։ Լևոնը բուֆետում ես ասպասում։ Հա, բայց քեզ ասպասում, ոչ դու ինձ։ Ինչու դասի չեք։ Դասամիջոցա բարև ձեզ։ Հա, այս երկար դասամիջոցն է։ Ձեր անունները։ Բելա։ Ինեսա։ Ինեսա, չուշանակ դասից։ Ահա, չենք ուշանա։ Բայց ինչի պիտի ուշանայինք։ Էս ով էր։ Դե ուսուցչուհի է, էլի էսի։ Դե լավ, բարի գնանք։ Արձակուրդներից առաջ ամեն ինչ ուրիշ էր։ Դու ինձ տուն էիր ճանապարհում, գնում էիր, զանգում էիր, հիմա ինչ փոխվեց։ Լսի, ես չեմ ուզում հիմա քեզ ինչ-որ բաներ ասեմ։ Իմ համար բարդ է։ Դու լավ գիտես ինչ եղավ ամառը իմ ընտանիքում։ Գիտեմ, Մելս։
Ու ես կարայի քո կողքին լինեի, կարայի քեզ օգնեի, բայց դու վանում ես ինձ։ Որովհետև սենց պահերին ես պետքա մենակ մնամ։ Ասածդ նշանակում է, որ ամեն ինչ վերջացած է։ Ասածս նշանակում է, որ ես հիմա տրամադրություն չունեմ ժամադրությունների, նամակների։ Լսի, ինձանից ավելին մի պահանջի։ Չեմ ուզում նեղվես, բայց այս պահին ավել բան ինձանից մի ուզի։ Դու նենց արեցիր, որ ես քեզ սիրահարվեմ մեծ։ Կներես։ Մի տխրի ու մի լացի։ Ես չեմ ասում ամեն ինչ վերջացած է։ Դու հիմա պետք է համբերատար լինես։ Գոնե թող կողքիդ լինեմ։ Որ կողս լինես։ Ես քեզ շատ կտանջեմ։ Չեմ ուզում տենց։ Ավելի ազնիվ կլիներ, որ ասեիր, որ էլ չես սիրում ինձ։ Կամ էլ ընդհանրապես չես էլ սիրել։ Մտածեցի չես իջնելու։ Բելայի հետ եմ եկել։ Բելայի։ Հա, Բելայի։ Ես չէի ուզում խանգարել։ Դու չես խանգարել։ Հա, չես խանգարում, Բելա ջան։ Ինչ կուզես, ասա վերցնեմ։ Ասա ես կվերցնեմ։ Չէ, պետք չի։ Դուք վաղուց եք իրար ճանաչում։ Չէ, այստեղ ենք ծանոթացել։ Այսինքն ես ու Բելան ընդհանուր բաներ ունենք։ Երկուսս էլ քո տարին ծանոթացել։ Չնայած ես ու դու դպրոցից դուրս ենք ծանոթացել։ Բելան գիտի չէ՞ այդ պատմությունը։ Հա, գիտի։ Բելա ջան, իմացի, շատ ուժեղ ընկերուհի ունես։ Ոնց ինձ տեսավ փողոցում ու իրան չկորցրեց։ Կարանք այդ թեմայով չխոսենք։ Ինչ է եղել։ Չգիտեմ։ Մի խառնվի քո գործը չի։ Քո գործը չի։ Ուզում ես մի հատ ինքը ասի, հանգիստ նստի է։ Կարող օգնել է պետք։ Օգնող ունի վրդո, նստի։ Տենց էլ գիտեի, որ մերսն մեղավոր։ Դասից հետո գնանք գրախանութ տեղը ցույց կտամ։ Հա, պայման գնանք։ Այս ժամին էլ ես այստեղ նստելու։ Կարամ նստեմ որտեղ ուզեմ։ Կարամ ես տեղափոխվում։ Դու ինձ չես խանգարում։ Բարև։ Ինչ եղավ, մի խառնվի։ Քոնն է, որ վերցնում ես։ Կներես, ուղղակի ուզում էի օգնեի։ Ինձ պետք չի օգնել։ Ու ընդհանրապես դասի զանգ եղել է, գնա դասի։ Հա, մենակ իմ համար է եղել, քո համար չի եղել։ Քո ինչ գործ, այ քեզ բան։ Ես խես դու սենց ագրեսիվ։ Ես։ Ես եմ ագրեսիվ։ Հա, ուղղակի տեսա որ նստած ես, ասի զանգի ձենը հաստատ չես լսել։ Բա ինչի դասարանում չես։ Չէ ուզում նստեի դասին։ Դե ես էլ չէի ուզում։ Դե կարանք գնանք քայլենք։ Չէ, ոնց։ Մի քիչ քայլենք։ Այսինքն միասին գնանք քայլելու,
Այսինքն դու այս կողմից, ես էլ այս կողմից ու մենք միասին գնանք քայլելու։ Բարզա, ձեռքարները նոր ձև ես գտել։ Հա, բայց ես ձեռ չէի առնում։ Գնանք գրախանութի տեղը ցույց տամ։ Ստեղ մոտ կա։ Հա, գնանք, դա չէ դպրոցում պետք է գալիս ու չգիտեմ մոտ որտեղ կա։ Երեքով գնանք։ Ինչ եղավ չեն գնում։ Արի գնանք էլի այս դպրոցի տարածքից ինչքան հնարավոր է շուտ։ Դու գնա, իրիկունը կգաս մեր տուն։ Այս սրանց է սպասում։ Արիա։ Այս չլին էս այն էս հավանե։ Բաշակ է։ Ոչ մեկին էլ չեմ հավանե, դավո։ Դու գնա, իրիկունը կգաս։ Իրոք չես խանգարում Բելլա ջան։ Հետո էլ միտեղ կնստենք։ Սովաշ ես։ Չէ, երեխեք, դուք գնացեք, մանավանդ որ հետո տեղ ունեք գնալու։ Ինես, երեկոյան կարող ես գալ մեր տուն։ Մաման հարցնում էր ով է ընկերուհիդ, համել կծանոթանանք։ Հա, անպայման կգամ։ Չես նեղանում, չէ՞։ Չէ, նորմալ է, գնացեք։ Խուրա չէ։ Ինչը։ Որ քեզ սենց թողեցին ու գնացին։ Ես չուզեցի գնամ։ Ախր շատ ես գալցնել տալիս։ Լևոնի պահով։ Լսի, դու ինչ ես ուզում։ Ինչի ես անընդհատ այդ մասին ակնարկներ անում։ Ինչի մասին։ Ոչ մի բան, ես ոչ մի բան նկատի չունեմ։ Լավ, կանգնի։ Քեզ գործնական առաջարկ ունեմ։ Ես աշխատանք չեմ փնտրում։ Ոնց կարա մի մարդու մեջ տեղավորվի այսքան խելք ու այսքան միամտություն։ Այսինքն։ Ես Լյովին ու Ինեսային չեմ ասում, որ դու սիրահարված ես Լյովին։ Ես։ Ես եմ սիրահարված։ Չգիտեմ ով ոնց, բայց իմ համար պարզ է որ տենց է։ Լավ բան չես անում, որ սիրահարվել ես մոտիկ ընկերուհու ընկերոջը։ Իրանք ընկերություն չեն անում։ Այսինքն սիրահարված ես։ Դա պիտի որ այդքան ակնհայտ չլիներ։ Ուրեմն տես, ես իրանց չեմ ասում, որ դու սիրահարված ես Լյովին, փոխարենը դու ինձ օգնում ես։ Ինչով եմ օգնում։ Անում ես այն, ինչ ես եմ ասում։ Օրինակ, ինչ։ Օրինակ Հեստես։ Վաղը կլրացնես կբերես։ Դու ինքդ չես կարող։ Ու ավելորդ հարցեր չես տալիս։ Էդի երկրորդ պահանջս է։ Հիմա դու ինձ շանտաժ ես անում։ Մոտավորապես։ Ինձ պետք է օգնես գրես գրավորներս, թեստերի ժամանակ օգնես։ Մի խոսքով նենց անես, որ 6 ամսում իմ ու քո գնահատականները իրարից շատ քիչ տարբերվի։ Բայց այդ անհնարին է։ Ինչի՞։ Չես կարա երկու հոգու տեղ սովորես։ Ամեն մարդ իր համար է սովորում, այս գիտելիքը քեզ է պետք, ոչ թե ինձ։ Ինձ պետք է գնահատականներս ուղեմ։ Գիտելիքի մասին հետո կմտածեմ։ Կներես, բայց դա ազնիվ չի։ Խաբեություն է։ Ու նաև ես ունեմ Լյովի համարը ու կարամ հենց հիմա զանգեմ։ Չէ, սպասի։ Մի զանգի։ Ինչ ամոթ կլինի։ Հազիվ մի ընկերուհի ունես, ու որ իմանա, որ աչք ես դրել իր անկերոջ վրա։ Ինչ տգեղ ես արտահայտվում։ Կարամ այդ նույնը շատ էսթետիկ ասեմ, բայց դրանից բան չի փոխվում։ Պետքա դասերի հարցում օգնեմ ու վերջ։ Ահա։ Չի կարելի այսքան ստոր լինել։ Լրիվ հասկանում եմ քեզ։ Իսկ այս ինչքան է տևելու 6 ամիս։ 6 ամիս։ Ու հետո դու էլ ոչինչ չես ուզի ինձնից ու Ինեսային ու Լևոնին չես պատմի ոչ մի բան։ Ահա։ Պայմանավորվեցինք։ Լավ։ Հա, բայց գրավորներս նենց կգրես, որ քոնից մի քիչ տարբերվի, մի կամ երկու սխալ, շատ չանես։ Ու հա, այս մասին ոչ մեկ չի իմանում։ Այսօ չես ուշանում։ Չէ, արխային։ Լսի դու լավ կանես մի հատ էլ փետ վեգալ ես։
Լուրջ եմ ասում 4 ֆոտով ավելի արագ կլնես։ Էս մելսը հետը չի։ Ինչի հաշվին ես սենց դուխով։ Այդ մերսն իմ դուխի հետ ինչ կապ ունի որ։ Դե մենակ մելսի հետ ես կարում քեզ սենց պահես։ Հիմա չես վախում, որ ես երրորդ ոտոս գա գլխի։ Չգիտես որ չես կար ասես մի բան ու չանես։ Իսկ դու չգիտես որ ասում եմ, ուրեմն կարամ նաև անեմ։ Դու ինչի հաշվին ես սենց քեզ պահում։ Ոչ հեր ունես, արա ոչ նորմալ տուն ունես։ Վարձով չեք ապրում։ Ումով կամ ինչով ես սենց վերևից նայում սաղից։ Ես վերևից չեմ նայում։ Դու ես շատ ներքև։ Էդ ես եմ ներքև։ Մերը թորս մոտ է աշխատում, բայց ես եմ ներքև։ Հաստորեն գործով է, այդ ամեն ինչը որոշվում։ Բա ինչով է որոշվում։ Լսի, այդ ճիշտ է որ հերդ ամուսնացած չի եղել մորդ հետ որ դու ծնվել ես։ Կամ բաբշե ճիշտ է որ հերդ ամուսնացած է եղել, որ մորդ հետ Դա չի, ապրես է դարի։ Թո վրթո, թո ասում եմ։ Դու լեկը տենաս արա, դու լեկը պայը կտենաս։ Նենց եմ անելու մորդ գործից անեն, էլա։ Մորդ անունը չտաս, է։ Կար։ Լավ էլի կար, ես ինչ ես անում պետք չի սենց։ Վրթոս դե չես եղել, չգիտես ինչ էր խոսացել։ Հա, բայց մենք ինչ ենք պայմանավորվել, սրան բանի տեղ չենք դնում։ Մենք պետքա Հա, վրթո, որ պետքա առհամարենք, որ պետքա բանի տեղ չդնենք, որ մենք իրացից բարձր ենք, որ ժամանակը ցույց կտա ով ա։ Հետո վրթո, ժամանակի հաշվին թողեմ մորս մասին սենց խոսա։ Իմ մասին ինչ ուզում ա թող խոսա։ Թքած ունեմ, բայց չեմ թողի մորս մասին սենց խոսա։ Ոչ մեկին չեմ թողի վրթո։ Գիտեմ, ախպերս ճիշտ ես ասում, բայց սենց մի գնա տուն։ Արի գնանք Ժասմինի մոտ, կթուլանաս, կգնանք հետո տուն։ Այդ վրթուն լավ ասավ, թե չտալու դրան մի բան անե ինքն է խնդրի մեջ։ Հա որ։ Ասում խփեց մեծ, չես լսում խփեց ինձ։ Հեսա դու նայ դրա հախից ոնց եմ գալու։ Հորս ասել եմ դրա մորը գործից հանի։ Իսկ հորդ ասելու ես, որ Կարենի մորը որով ավել պակաս խոսացել ես։ Դե ես նես չի սխալ բան եմ ասել։ Հորս քարտուղարին է պատմել, տենց գիտեմ էլի։ Ամուսնացած մարդու հետ է կապած եղել, տենց այդ Կարենն է ծնվել է էլի։ Բայց քո ինչ գործն է։ Ոնց ասեմ, հա իմ գործը չի, բայց նենց էլ չի սխալ բան եմ ասել։ Դու կողմից ես վաբշե։ Ոչ մեկի դավո։ Ես վաբշե չեմ հասկանում դուխի ես գնացել Հավայի կպել դրան ավելորդ խոսացել։ Ինչ էիր սպասում, որ լացելով փախնելու, հա։ Ինձանից չսպասես, որ դպրոցում կօգնեմ դավո։ Դու սխալ ես։ Ու եթե ինչ-որ թեմա եղավ Կարենի հետ, ես չեմ մտնի այդ հարցի մեջ։ Ես սենց ես, հա ընկերոջից տերես թեքում։ Ես երես չեմ թեքում։ Որ իմանամ անմեղ տեղ եկել թռել են դեմքիդ կպաշտպանեմ, կկանգնեմ մեջքիդ։ Բայց դու սխալ ես։ Ոչ մեկ չի կարա քեզ արդարացնի։ Ու վաբշե դավո։ Դպրոցում պետք է այլ կոնֆլիկտի մեջ չմտնենք։ Այսինքն Տոնոյանը տատիս առաջ պայման ա դրել։ 6 ամիս ունեմ։ Եթե այդ ընթացքում ինչ-որ խոսակցության կամ թեմայի մեջ ընկանք, դպրոցից կհանեն։ Իմ համար մեկ ա, գիտես, բայց չեմ թողի, որ տատին նեղվի։ Դա առնելու ես վրթո, հա։ Կա սկսես դրանց այդ ընկերությունը ախպերություն անել։ Ընկերությունը կապ չունի։ Ես քեզ ընկերավարի եմ ասում։ Ինձ կոնֆլիկտներ պետք չեն։ Լևոնի հետ այնքան հետաքրքիր է, շատ խելացի տղա է, ամեն ինչի շուրջ գաղափար ունի։ Ես նման տղաների չեմ հանդիպել, ամեն շատ հոգատար է ու շատ ուշադիր։ Ինչ ես անում։ Պայմանագիր։ Չէ, հետ, ոչ պայմանագիր։ Չէ, հետ։ Լսի, դու Լևոնը ընկերություն եք անում, հա։ Դե չէ, դեռ շուտ է նման բանի մասին մտածել։ Մենք ուղղակի ընկերներ ենք։ Կամ մի քիչ ավելի քան ընկերներ։ Հոմել ես հիմա ուզում եմ կենտրոնալ իմ դասերի վրա։ Պարզա։ Գիտես,
Լևոնին որ տեսնում եմ սիրտս թրթռում է, ոնց որ ուրիշ ոչ մի բան չնկատեմ։ Ու չես կարողանում իրան երկար նայել, որովհետև կարմրում ես։ Ու երբ որ ինքը խոսում է, իր ձայնից սիրտը տարագ է խփում։ Իսկ եթե ժպտում է, չես կարողանում պատասխան չժպտալ։ Բելա, դու սիրահարված ես։ Չէ, Ոնց ես այսքան ժամանակ ինձ թաքցրել։ Չէ, Ինեսա, դու ինձ խալ հասկացար, ես ոնց կարամ, չէ… Էլի մի սկսի, ով այդ տղանում է սիրահարված։ Դպրոցից, հա? Ու մեր դասարանից, հա? Չէ։ Քո հին դասարանից, հա? Ուրեմն քո բակից, հա? Հա, մեր բակից է։ Դու իրան չես ճանաչում, մենք շատ ուշուշ ենք տեսնում իրար, ու այս շատ անպատասխան ու անիմաստ զգացմունք է։ Ես արդեն սկսում եմ մոռանալ։ Ափսոս։ Ամեն ինչ լավ կլինի։ Մի գեղեցիկ օր։ Տրամադրվում եմ, գիտես։ Այսօր ավարտականների մոտ եմ դասի։ Մարդանու դու այնքան եք խոսել այդ դասարանի մասին, արդեն վախենում եմ։ Չէ, վախենալ պետք չի։ Կուզես հետդ գա։ Համ քեզ կներկայացնեմ, համ էլ կբացատրեմ ոնց պահեն իրանց։ Հավատա, նոր եւ գեղեցիկ ուսուցչուհի համար մի փոքր պաշտպանություն պետք է։ Ներեցեք, իսկ ինչից եւ ումից պետք է պաշտպանել երեխաներից։ Սիմա Աթոյան, պատմության ուսուցչուհի։ Բարև ձեզ, բարի գալուստ։ Բարև ձեզ։ Ես էլ եմ նոր ընդունվել։ Ահա, դրա համար եք պաշտպանություն փնտրում, այս դպրոցում ուսուցիչներին ինչ որ վտանգ է սպառնում։ Չէ, ես դա նկատի չունեի։ Այո, դրել այդ գիրքը հազիվ էի գտել, պետք է երեխեքին ցույց տամ։ Մա՞։ Լավ կներես էլի մի րոպե հեսա գտնեմ, շուտ գնամ դասի։ Տեսեք, դուք 3 պետք է պատրաստվեիք այսօրվա դասի։ Բարև ձեզ։ Սիմա Աթոյան, պատմության նոր ուսուցչուհի։ Բարի գալուստ մեր դպրոց։ Բարև ձեզ։ Եկել եք, հա արդեն։ Այո, իհարկե, եկել եմ։ Աներեցեք, ձեր կոճակը վերնաշապիկ է, այնուամենայնիվ պետք է կոճկել։ Ինչ։ Չհասկացա։ Այդպես պետք չի դասարանում մտնել։ Մեր դրես կոդի մեջ դա նորմա է։ Տեսեք, դա նորմալ չի կարող լինել, որովհետև ուսուցիչը դասարան պետք է մտնի կոկիկ եւ օրինակելի հագնված եւ որևէ դետալ չպետք է շեղի աշակերտին։ Իմ դպրոցում ես եմ որոշում։ Ցավում եմ, բայց սա հանրակրթական դպրոց է։ Որևէ տնօրենի սեփականություն չէ։ Անցի դասարան Ստեփանյան, աշակերտները քեզ են սպասում։ Շատ լավ։ Հաճելի էր։ Լավ, ես էլ գնամ։ Լարա։ Ես էլ դասի եմ։ Ուսուցիչներին նկատողություն պետք չի անել։ Ձեր ազդեցության գոտում միայն աշակերտներն են։
Այդպես էլ գիտեի, որ այստեղ ես։ Ասա կգամ։ Տոնոյանն էր կանչում։ Ինչի համար։ Մայրիկ դա եկել։ Խոսում են։ Բարձա։ Արի գնամ։ Մի սպասի դրան։ Չէ, չեմ ուզում մտածի վախեցել եմ։ Ինքը ավելի շատ է վախեցել, ես կասեի։ Հա, երեխեք, հո դավոն չի եկել։ Չէ, դավոն չի եկել, բայց Սևակի մաման է դպրոցում։ Սևակի մամա։ Սևակի մաման ի՞նչ է անում ստեղ։ Չգիտեմ, բայց որ Սևակը Տոնոյանի կաբինետում արդեն է հաստատ։ Ըստ Տոնոյանի կաբինետում ի՞նչ են անում։ Դե հո կոֆե չեն խմում։ Կար, որ շատ խնդրեմ, կարաս ներս մտնես ու թակում լսես ինչ են խոսում, խնդրում եմ։ Ժաս կներես իհարկե, բայց լավ չես։ Դե նայ, դու տենց բաներից լավ ես։ Հետո եթե ես մտնեմ, ասեն հաստատ հասկանալու ես ինչ եմ ընդեղ։ Իսկ դու տենց բաներից լավ ես, մի բան տեղում կհորինես, կհավատան։ Էլի, թողոնը դու մի բան ասա։ Ես նախընտրում եմ այս բային խորհրդավոր լռել ու սպասել, որ այս խոսակցությունը իմ կողքով անցնի։ Հույս չունենաս։ Դուք իմ ընկերներն եք, չէ՞ խնդրում եմ օգնեք։ Ինչ ա եղել։ Գրել ես թեստը։ Բերել ես։ Հա, գրել եմ, այդ ինչ էր որ չգրեի, բայց ուրիշ բան եմ բերել։ Այսա։ Էս ինչ ա։ Նոր բան են հանձնարարել, չեմ իմացել։ Սա պայմանագիր է։ Կարդա ու ստորագրի։ Պայմանագիր են մասին, որ մեր պայմանավորվածությունը տևելու է 6 ամիս, ոչ ավելի։ Ու նաև այն, որ ես արդյունքի համար պատասխանատու չեմ, ու որ իմ գաղտնիքը Հուր Հավիդյան, հավերժ, ընդմիշտ մոռանում ես ու ոչ ոքի չես պատմում։ Այդքանը 10-ի մեջ ես գրել։ Ստորագրի, ես քեզ չեմ վստահում։ Լսի դու ոնց որ լավ չես հասկանում, հա։ Նորից բացատրեմ։ Սևակ ջան, ես ուզում եմ, որ դու իմանաս, որ մենք բոլորս քո կողքին ենք։ Դու մենակ չես։ Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկը իմանա սրա մասին։ Համեր Սևակը երբեք գնահատականների հետ խնդիր չի ունեցել ու միշտ էլ լավ է սովորել։ Դե Տոնոյանն է էլի, գլխի մի բան փչելա կանչելա։ Կար, հաստատ այդքան ես լսել։ Oh, good morning, Miss Lara Jan. How are you? Մի հատ լրջացիր։ Ինչ ես պարապ։ Ամեն ինչ հերվում է, բայց ամեն ինչ երևում է։ Ամեն բան լուրը լռությունն էլ գոռում է։ Երբ ուզում եմ խաղաղվել, պատերազմում եմ։ Երբ ուզում եմ մտածել, ես երազում եմ։ Ամեն ինչ հերվում է ու ամեն ինչ երևում է։ Մենակ չենք վերևից, ամեն բան նկարվում է։ Մենք մեռնում ենք վաղը, ապրում ենք երեք։ Այսօր ազատ եմ, արի հանդիպենք։ Աչքերս վերցրու քեզ, տեսնեն ինչ տեսնում եմ ես։ Տես իմ կյանքը, բայց աչքերդ չփակես։